Ես որքան գիտեմ, այո, իրենք հիմա զբաղվում են եւ որքան գիտեմ նաեւ ԵԱՏՄ հանձնաժողովի հետ են փորձում այս հարցը լուծել, ճիշտ ճանապարհ են տրված, այո, պետք է հենց այդ ճանապարհով էլ լուծվի այս հարցը, որովհետեւ ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների նկատմամբ այսպիսի տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելու, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա եւ 115 ֆեդերալ օրենքի այս փոփոխությունը ես կարծում եմ, որ չպետք է վերաբերվի բեռնափոխադրում, ուղևորափոխադրում իրականացնողներին եւ նրանք չպետք է դիտարկվեն որպես այն օտարերկրացիների շարքում, որոնք ուրեմն ոչ աշխատելու նպատակով գնացել են մուտք են գործել Ռուսաստանի Դաշնություն եւ պետք է տարվա ընթացքում գումարային 90 օր գտնվեն ՌԴ տարածքում։ Այս կետը չպետք է վերաբերվի այս կատեգորիայի անձանց։ Այս խնդրի առաջ ոչ միայն Հայաստանն է, չէ՞։ Այո, պահի թույլ են տալիս, չգիտեմ, ինչ որ վարորդների ավելի խիստ են եղել, հիմա թույլ են տալիս մեղմացումներ են անում, սա չի նշանակում, որ օրենքը փոխվել է ընդհանրապես, որովհետև օրենքը վերաբերվում է բոլոր օտարերկրացիներին, այնտեղ որևէ պետության քաղաքացիության նշում չկա, դա վերաբերվում է բոլոր օտարերկրացիներին։ Այնպես որ բացառություններ չկան։ Հիմա այս պայն կարող է ինչ-որ պետության նկատմամբ որոշակի մեղմացում լինի, մյուսների նկատմամբ դեռևս ոչ, բայց օրենքը շարունակում է գործել բոլորի համար։ Կին Բելժանյան, դուք ասուլիսի ընթացքում ասում եք, որ մինչև ապրիլ կարծես բեռ չէր սրվել։ Մինչև սեպտեմբերի 10, որովհետև նախագահի 1126 որոշումը, որը հնարավորություն էր տալիս վարչական խախտում իրականացրած օտարերկրացիներին առանց ՌԴ տարածքը լքելու օրինականացնել իրենց գտնվելը, սկզբում մինչև ապրիլի 30 էր, հետո երկարացվեց ժամկետը մինչև սեպտեմբերի 10։ Սեպտեմբերի 10-ից հետո անշուշտ այլևս նախագահի հրամանագիրը չի գործում եւ խստացումներ շարունակվում են։ Այսինքն արդեն շատ ավելի լայն թափով սկսեցին ստուգումներ իրականացնել եւ բնականաբար նաեւ տանել օտարերկրացիների պահման վայրեր, սպեցպրիոմնիկներ եւ այնտեղից իրականացնել արտաքսումներ եւ նշանակել մուտքի արգելք 5 տարի ժամկետով։ Ես արդեն իմ ձեռքի տակ ունեմ մոտ 15 հոգու փաստաթղթեր, որոնց 5 տարով մուտքի արգելք են դրել։ Դա էլ է խախտում եղել, որովհետեւ այն օրերի քանակը, որով իրենք 5 տարի մուտքի արգելք են դրել, պետք է 3 տարի դնեին, որովհետև 180 օրը չեն գերազանցել իրենք, բայց այս պահին ստացվում է, որ իրենց 180 օրը գերազանցելու հոդված են դրել։ Այսինքն, եթե նախկինում 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ, ապա դա հիմա դարձել է տարվա ընթացքում, օրացուցային տարվա ընթացքում, 365 օրվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել ՌԴ տարածքում։ Եթե 90 օրից 2-3 օր էլ ավել է լինում 2-3 օր ավելի դեպքում հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, որ սառեցվում են իրենց բանկային հաշիվները, որևէ գործարք չեն կարող անել, բայց չեն արգելում գնալ գալը։ Իսկ երբ որ մարդը շարունակում է գնալ գալ, 90 օրից 180 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք 3 տարի ժամկետով, 180-ից 270 օր ավել գտնվելու դեպքում 5 տարի ժամկետով, 270 օրից ավել ինչքան որ կլինի, ավել գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով մուտքի արգելք։ Հիմա կարող ենք ասել, որ խնդիրը լուծվեց, եթե Ղազախստանում արդեն լուծվել է։ Ոչ, դեռևս չի լուծվել։ Ղազախստանում էլ դեռևս ես որքան գիտեմ, դա միջանկյալ որոշում է կայացվել։ Ես վստահորեն չեմ կարող ասել, որ այնտեղ 100%-ով լուծվել է այս խնդիրը։ Դուք այս մասին դեռ 1 տարի առաջ եք Այո։ Արդյոք չուշացան մեր պետական մարմինները։ Երբ օրենքը ընդունվեց, ես նախազգուշացնում էի, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ վերաբերվելու է վարորդներին։ Հունվարի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո ես պնդում էի, որ 90 օրը լրանալուց հետո վարորդները խնդիրը ունենալու են, բայց նախագահի հրամանագիրը, քանի որ երկարաձգվեց, նրանք հիմա հայտնվեցին այդ խնդրի առաջ։ Ես կարծում եմ, որ քանի որ սա մեր պետության օրենքի փոփոխություն չի, երկար ժամանակ է պահանջում աշխատանք տանելու համար։ Ես կարծում եմ, որ ինչ որ աշխատանքներ այնուամենայնիվ տարվել են, ես շատ խորը տեղյակ չեմ, բայց ես տեսնում եմ, որ հիմա շատ ավելի ակտիվ աշխատանքներ են տարվում։ Անցած տարվանից այդ աշխատանքները սկսվեին, երբ որ դուք զգուշացնում էիք, գոնե մասամբ լուծված կլիներ, չէ՞։ Գուցե գոնե տեղյակ կլինեին, որ
Հայաստանի վարորդները այսպեսի ու ոչ միայն վարորդները այսպեսի առաջ են կանգնել։ Ինչ ասա։ Երևի։ Ու համարում եք, որ այդ առումով դանդաղել են դիպիչ։ Որոշակի առումով, հա, երևի դանդաղել են, ես կարծում եմ, որ գուցե չեն պատկերացրել, որ այս ծավալի խնդրի առաջ կկանգնեն, բայց ցավոք սովորաբար այս տեսակ խնդիրները լուծվում են հետևանքները վերացնելու տարբերակով, քան կանխարգելելու տարբերակով։ Տեսեք, անգամ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությունները, որոնք թույլ են տալիս անձանց մուտք գործել դուրս գալ, իրենք մինչև այսօր էլ վստահ են, որ այս օրենքը չպետք է տարածվի բեռնափոխադրողների վրա, ու արգելք չեն հանդիսանում, նրանց թույլ են տալիս մուտք գործել։ Իսկ այդ ներսում արդեն ոստիկանները իրենք հաշվում են, այսինքն օտարերկրացուն, հա, երբ որ կանգնեցնում են, վերցնում են անձնագիրը, սկսում են հաշվել, քանի օր է ինքը մնացել, իր գումարային 90 օրից հետո քանի օր ավել է մնացել, եւ վերջ մուտքի արգելքը իրենք դնում են։ Իսկ երբ որ մուտքի արգելքը մտավ բազա, հաջորդ թիվ արդեն սահմանապահ մուտքի արգելքն է տեսնում։ Ինքը այլևս թույլ չի տալիս, որ մուտք գործեն ՌԴ տարածք։ Բայց այս մարդկանց գործատուն Հայաստանում է, իրենք նաև աշխատանքային միգրանտ էլ չեն։ Ոչ, նրանք աշխատանքային միգրանտ չեն։ Աշխատանքային միգրանտ լինելու համար պետք է ունենալ աշխատանքային պայմանագիր ՌԴ տարածքում։ Նրանք նույնիսկ կարիք չունեն միգրացիոն քարտ վերցնելու, որտեղ սովորաբար մինչև 30 օր է իրենց ՌԴ տարածքում գտնվելը։ Այլ բան է, որ հասնում են սահման, օրինակ Լարսում, ինչպես ինձ ներկայացրեցին վարորդները, 20 օր ավել պահում են իրենց եւ 30 օրը գերազանցում է իրենց այնտեղ գտնվելը, բայց մինչև 30 օրվա պարագայում իրենք նույնիսկ միգրացիոն քարտ լրացնելու կարիք չունեն։ Սա էլ մեկ այլ խնդրի է բերում, եթե չունեն միգրացիոն քարտ, 30 օրից ավել իրենց կամքից անկախ նույնիսկ հանգամանքների բերումով գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, 30 օրը լրացավ պարտավոր են ունենալ միգրացիոն հաշվառում իրական բնակության հասցեում։ Չունեն այս մարդիկ իրական բնակության հասցե, չեն կարող ունենալ։ Սա էլ է բերելու մուտքի արգելքի, որովհետև իրենք չունեն ռեգիստրացիա, ինչը պահանջում է ՌԴ օրենսդրությունը։ Դեպորտը որ դեպքում Դեպորտը եթե դեպորտ չի, ինքը վարչական, հա, վտարում է, ինչը նշեցի արդեն, եթե 90-ից 180 օր, 90 օրից ավել մնալու պարագայում արդեն իրենց վարչական վտարում է սպառնում։ Մնացածը արդեն վարորդների հետ։ Նայնե ջան, ես ոնց որ պիտի գնամ, ինձ խնդրեցին մի հատ նամակ էլ ուղարկեմ։ Գնաց ուղարկեմ։ 15 հոգի էս պահին ինձ ուղարկածներն են, բայց վստահ եմ իրենք շատ ավելի շատ են։ Սրանք են անձինք են, ովքեր ինձ ուղարկել են, ես ուղղակի տվյալների պաշտպանության օրենքից ելնելով չեմ կարող հիմա ձեզ ցուցադրել, բայց անձինք ինձ ուղարկել են հենց վարչական վտարման կամ վիսլկայի փաստաթղթերը, որով իրենց մուտքը արգելված է։ Եվ այդ խախտումով, այսինքն 136, 148 օրվա համար իրենց դրված է 5 տարի մուտքի արգելք։ Բայց 74 անձի ցուցակ ունեմ, որոնք գտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցված են բանկային հաշիվները, ընդամենը 15-ին է, որ այս պահին ես ունեմ, տվյալ, որ վարչական վտարումն է, այսինքն մուտքի արգելքի տակ են։ Բայց եթե հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, հաջորդ երթի ժամանակ իրենք են հայտնվելու այս վարչական պատասխանատվության տակ։